Պարտության մյուս ամենակարևոր պատճառներից մեկը, որի մասին խոսում է երկրորդ նախագահը, վերաբերում է պատերազմը դադարեցնելու առաջարկի մերժմանը։ Հոկտեմբերի 18-19-ին Ռուսաստանի Դաշնության նախագահը համոզում է դադարեցնել։ Ալիևը համաձայնում է, Փաշինյանը ոչ։ Երկրորդ նախագահն ասում է, ինձ համար ամենաանհասկանալին սա է։ Ոնց կարող ես մերժել պատերազմը դադարեցնելու առաջարկը, եթե ամեն օր ես նահանջում։ Գլխավոր շտաբը եթե զեկուցում է, որ ռեսուրս չունես, զոհեր ես տալիս։ Ռոբերտ Քոչարյանը նշում է, որ պատերազմը չդադարեցնելը արժեցել է ավելի քան 2.500 զոհ, 5-6 հազար վիրավոր։ Այդ ում երեխու կյանքի հաշվին եք այդ որոշումն ընդունում։ Բոլոր այն ծնողները, եղբայրները, քույրերը, ում հարազատը զոհվել է հոկտեմբերի 18-ից հետո, պետք է իմանան, որ ամբողջությամբ պատասխանատու Նիկոլ Փաշինյանն է, որը կարող էր, բայց հրաժարվել է դադարեցնել պատերազմը։ Երևի մտածել է, թող զոհվեն, որ իրեն չասեն դավաճան։ Եթե չէինք հաղթում, ում երեխայի կյանքի հաշվին էր շարունակում պատերազմը։ Ցանկացած ՔՊԱ-կանի պետք է ամեն օր այդ հարցը տրվի։ Առավել ևս այն պահին, երբ ՔՊ-ն ասում է, ում երեխայի կյանքի հաշվին եք ուզում Արցախը պահել։ Հիմա հարցնում եմ, ում երեխայի կյանքի հաշվին չեք դադարեցրել պատերազմը։ Իսկ պատերազմը չկանգնեցնելը կառավարման անգրագիտության արդյունք էր, թե հրահանգված էր։ Սա պետք է հասկանալ ու նաև պետք է հասկանալ, թե այդ դեպքում ինչու որոշեց կանգնեցնել նոյեմբերի 9-ին։ Ինչու էր նրան պետք, որ պատերազմը կանգնեցնի Շուշին հանձնելուց հետո միայն։ Իսկ գուցե հենց Շուշին հանձնելն էր պետք, կապ չունի, ում երեխայի հաշվին։